Կառավարություն հավանություն տվեց Արարատ քաղաքում նոր բնակելի համալիրների կառուցման ներդրումային ծրագրին, որի նպատակն է վերջնականապես լուծել դեռևս խորհրդային տարիներից չլուծված բնակարանային խնդիրը։ Շահումյան փողոցի 20 և 30 կոտորակ 1 հասցեներում մինչև 2030 թվականը նախատեսվում է կառուցել 2 բազմաբնակարան շենք 198 բնակարանով։ Դրանցից 48-ը անհատույց կհանձնվեն Արարատ համայնքին տարիներ առաջ բնակարաններից հրաժարված և մինչև օրս փոխհատուցում չստացած ընտանիքներին ապահովելու համար։ Ծրագրի շրջանակում համայնքը կստանա նաև 686 քառակուսի մետր տարածք նոր գրադարան ստեղծելու նպատակով։ Ընդհանուր ներդրումները կգերազանցի 3 միլիարդ դրամը, կստեղծվի 50 աշխատատեղ և պետբյուջե կուղղվի մոտ 1 միլիարդ դրամ հարկային եկամուտ։ Այստեղ ունենք մի իրավիճակ, երբ որ խորհրդային միության ժամանակ այս տարածքները կառուցապատված են եղել։ Բնակիչները օրդերի դիմաց հրաժարվել են իրենց կառուցապատման իրավունքից եւ այդ տարածքում իրենց գոյություն ունեցող գույքը քանդվել է, տեղը կառուցվել է կիսակառույց, որը տենց կիսակառույց էլ մնացել է։ Եվ հիմա սրա արդյունքում բնակիչները 80-ականներին կորցրած իրենց սեփականությունը իրենց վերադարձնելու հնարավորություն կա եւ այդ 48 ընտանիքները այս տեսակ ընտանիքներ են, այսինքն գործող նաև մարդկանց այս տարիների ընթացքում ձևավորած ակնկալիքն է բարելավում։ Կառավարության մյուս որոշմամբ նախատեսվում է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն գիտակրթական հիմնադրամին ուղղակի վաճառքով տրամադրել համայնքային հողամաս, որտեղ կկառուցվեն կանաչ տեխնոլոգիաների հաբ կրթական կենտրոնը եւ 6 տեխնոլոգիական կացարաններ։ Մոտ 100 միլիոն դրամ արժողությամբ ծրագրի նպատակն է գյուղական համայնքների երիտասարդների եւ կանանց համար ապահովել անվճար տեխնոլոգիական եւ ինժեներական կրթություն, նաև խթանել նորարարական ձեռնարկությունների ստեղծումը։ Խոսքը վերաբերվում է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն 37 հասցեում գտնվող 0.52 հեկտար հասարակական նշանակության հողամասի ուղղակի վաճառքին։ Փոխարենը հիմնադրամը նախատեսում է իրականացնել տվյալ տարածքում բարեգործական ծրագիր, մասնավորապես կանաչ տեխնոլոգիաների հաբի հիմնում, ինչը կրթական կենտրոն է լինելու, պլանավորում է նաև կառուցել տեխնոլոգիական թվով 6 կացարաններ, որոնք հագեցված են լինելու ժամանակակից սարքավորումներով, գործիքներով, ներառյալ դրոններով, պայմանավորվածության համաձայն անվճար հիմունքներով, ուրեմն հիմնադրամը ներգրավելու է Ախուրյան եւ Հարակից համայնքների, հատկապես գյուղական բնակավայրերի կանանց եւ երիտասարդներին իրենց տեղեկատվական եւ տեխնոլոգիական ծրագրերում, ներառյալ տեխնոլոգիական պրոդուկտների ստեղծման աշխատանքներում եւ այս արդյունքում 5 ուրեմն նոր սկսնակ ընկերություններ պիտի ստեղծվեն։ Գործադիրն անդրադարձավ նաև անշարժ գույքի գործարքների թվայնացմանը, առաջարկվող փոփոխություններով սահմանվում են անշարժ գույքի առուվաճառքի եւ հիպոթեկային խառը պայմանագրերի օրինակելի ձևերը, ինչը հնարավորություն կտա որոշ դեպքերում պայմանագրերը կնքել առանց նոտարական վավերացման, ամբողջությամբ էլեկտրոնային եղանակով։ Ակնկալվում է, որ այս լուծումը կպարզեցնի գործընթացներն ու կխնայի քաղաքացիների եւ ֆինանսական կազմակերպությունների ժամանակը։ Այս նախագծով սահմանում ենք համապատասխան պայմանագրերի այն ձևանմուշները, որոնցով եռակողմ պայմանագիր է հնարավոր կնքել հիպոթեկային վարկավորման տրամադրմամբ, այսինքն եռակողմ ասելով նկատի ունենք համապատասխան առաջնային շուկայում կառուցապատող գնորդ եւ հիպոթեկային վարկ տրամադրող լիցենզիա ունեցող կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկեր կամ հիպոթեկային վարկ տրամադրող կազմակերպություններ։ Այսինքն էլեկտրոնային համակարգում կադաստրի կոմիտեի կինտեգրվի այս ձևանմուշը եւ թույլ կտա, որպիսի հիպոթեկային վարկի արկայության պարագայում հեռահար գնորդը, վաճառողը եւ բանկը էլեկտրոնային համակարգի մեջ կնքեն, վավերացնեն այն պայմանագիրը, որը հիմք կդառնա իրավունքի պետական գրանցման համար եւ սեփականատիրոջից, այսինքն կառուցապատողից սեփականության իրավունքը կփոխանցի հիպոթեկային վարկավորմամբ ձեռք բերողին, ով որ կարող է այս պայմանագիրը վավերացնել թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս։ Նիստում ընդունվեց նաև Հայաստանից մեկնող բեռնատարների հերթերի կառավարման նոր կարգավորումների նախագիծը։ Սահմանվում են այն դեպքերը, երբ բեռնատարները կարող են անցնել առանց կൂട്ടակային կայանատեղի մուտք գործելու, նաև հերթերի կազմակերպման, առաջնահերթությունների եւ կայանատեղիների գործունեության միասնական կանոնները։ Երկու հիմնական նպատակ է հետապնդում նախագիծը։ Առաջինը մաքսային սահմանով ապրանքների մեկնման գործառնությունների արագացում եւ անխոչնդոտ անցում նախնական հերթագրման եւ մեկնող տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման միջոցով, երկրորդը պետական սահմանի անցման կետերում տրանսպորտային միջոցների կուտակումների բացառում։ Կառավարությունում վստահ են, որ նոր համակարգը կբարձրացնի սահմանային անցումների արդյունավետությունն ու կնվազեցնի հերթերի կառավարման խնդիրները։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։